Նիկոլ Փաշինյանը Թուրքիա կգնա ուրբաթ Էրդողանի հրավերով։ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, ղեկավարների օրակարգում կլինեն հնարավոր բոլոր հարցերը, տարածաշրջանի խնդիրներից մինչև երկկողմ օրակարգ։ Այցը պատմական է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Նորություն չկա, երբ կբացվի հայ-թուրքական սահմանը։ Իշխանականներն ասում են, Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ինչու է Ռեջեփ Էրդողանը որոշել հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին։ Գուցե Անկարան ուզում է միջնորդ դառնալ Երևան-Բաքու հարաբերություններում։ Խորհրդարանի խոսնակը հակված չի այսպես մտածել։ Ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի։ Սյունիքին վտանգ չի սպառնում այն դեպքում, երբ մեր հարավային հարևանը լայնամասշտաբ պատերազմի մեջ է։ Խորհրդարանականներն ասում են, ռիսկեր ու սպառնալիքներ կան, դրանք Երևանում քննարկվում ու գնահատվում են առաջին պահից։ Իշխանության օրակարգում շարունակում է մնալ խաղաղությունն ու համանուն խաչմերուկը կյանքի կոչելու հարցը։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են։ Եվ ուրեմն, քանի դեռ պատերազմի ռիսկերը մինիմալ են, կարելի է շարունակել քննարկել եկեղեցականների կուսակրոն լինել-չլինելու հարցը։ Վարչապետը խախտում է այս թեմայով ընդամենը 4 օր ձգված լռությունը։ Եթե չլինեին նախորդ գրառումները, կարելի էր կարծել, թե կոտրել են Նիկոլ Փաշինյանի օգտահաշիվն ու գրառումներ են անում նրա անունից, ոչ եթերային բառամթերքով։ Արշակ Սրբազանի հասցեին վիրավորական արտահայտությունները մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը հիմնավորեց կանոնագիր Քայոցի բառապաշարով։ Հետո նորից օգտագործեց տխրահռչակ մյուս հայոյանքը քեռակնոջ մասին աղմկահարույց մեղադրանքից։ Ոչ եկեղեցու, ոչ որևէ այլ թեմայով ազգային ժողով եկած վարչապետը լրագրողների հետ չխոսեց։ Սրճարանից հեռացավ հեգնելով, թե կլռի ավանդույթի համաձայն։ Վերջին 2 ամիսը խուսափում եք։ Իսկ Փաշինյանի թիմակիցները շարունակում են համոզված պնդել, վեհափառը կուսակրոնության ուխտ է խախտել, իսկ իրենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ դրա հետ հաշտ չեն։ Որտեղից այս վստահությունը, հետաքրքրվում են լրագրողները, որտեղ են վարչապետի վկայակոչած փաստերը։ Բոլորն ասում են, ոչ ոք չի հերքում, արձագանքում է Ռուբեն Ռուբինյանը։ Եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ դրա։ Այդ խնդրը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ, բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Այն, որ վարչապետը սկսել է եկեղեցու հարցերն օրակարգ բերել, սահմանադրության խախտում չի համարում Արդարադատության նախարարը։ Չնայած Հայաստանի մայր օրենքը հստակ սահմանում է, եկեղեցին ու պետությունն անջատ են։ Այս դրույթին հավատարիմ լինելու խոստումով էր եկել նաև Նիկոլ Փաշինյանը։ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում հարգելի լրիվ։ Հարցերն ու դիտարկումները նախարարին դուր չեկան, ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ, բայց մինչև այդ հասցրեց ասել, թե ինչու եւ ում պատճառով հատկապես ինքը հաճախ մեմերի կերպար է դառնում։ Մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։